Փառք Տիրոջը։ Սիրով ես եկե թե պարտադրությամբ։ Հալելույա։ Մի քիչ չեմ հասկանում պարտադրությունը, բայց որոշ տեղերում պարտադրությունը դա պետք է։ Որովհետև Պողոս առաքյալը գրում ասում է ոմանց վախով, այսինքն երբեմն վախը ստիպում է, որպեսզի մեկ-մեկ հասկանանք, թե իրականում ինչի հետ գործ ունենք։ Իսկ մի կարևոր բան կա մեր կյանքում, որ մենք միշտ պիտի լինենք հաշվետու։ Եթե մենք այսօր հաշվետու չլինենք, այսօրվա օրը ոնց սկսել ենք ավարտը մոտենալու ընթացքում, թե մենք ինչ ենք արել, փառք Աստծո, որ այսօրը սկսել ենք ծառայությունով, բայց չգիտենք այսօր երկրորդ օրվա մասը ինչով կավարտվի։ Եվ գիշերը մենք ոնց ենք պարկելու մեր անկողիններում եւ ոնց ենք մեր գլուխը դնելու բարձին քնելու։ Այսօրվա քարոզը ես այսպես եմ վերնագրել. վերանայիր քեզ։ Վերանայիր քեզ դա մի տեսակ, գիտես, ինքը շատ ակտիվացնող բառ է, որը որ երբեմն մեկ մոռանում ենք, թե ով ենք մենք, մեր կարևորությունը Քրիստոսի մեջ ինչ նշանակություն ունի։ Տեսեք, օրինակ աշխարհը ամեն ամսվա մեջ տարվա կտրվածքով ավելի խորապես, բայց այնուամենայնիվ բոլոր ճանաչված ֆիրմաները, դա կլինի շինարարության, դա կլինի ցանկացած աշխատանքային առումներով, բոլոր ամսվա վերջի կտրվածքով սկսում են հաշվետվություններ անել։ Ինչ առավելության են հասել, ինչ խնդիրների են բախվել, որ տարվա վերջում այդ խնդիրները իրանք վերացնեն կամ հասկանան իրանք տարվա վերջում ինչքան շահույթ են ունեցել։ Տեսեք, աշխարհը այսօր ունի իր սիստեմը, ունի իր կարգավիճակը, որ իրանք հետևում են ըստ այդ ցուցակի ու այդ գրաֆիկի։ Այսօր սիրելիներս, եկեղեցին նույնպես ունի այդ սիստեմը, դա մի տեսակ անձնավորված տեսանկյունից։ Այսինքն ես այսօր արթնացել եմ, այսօր լույս ինձ համար բացվել է, որն է այսօրվա իմ նպատակը։ Եթե այսօր իմ կյանքը 10 րոպե հետո, մի ժամ հետո ընդհատվի, ես ոնց եմ կայնելու Տիրոջ աչքերին նայեմ եւ ինչ պատճառներ եմ ներկայացնելու։ Սիրելիներս, լիքն են պատճառները, բայց Աստված պատճառներ որոնելու պատճառները կտրում է մեր կյանքից, որպեսզի մենք երբեմն պատճառներ չունենանք։ Մեզ այսօրվա խոսքի նպատակը նա է, ոչ թե մենք ինքներս մեզ քննադատենք, պարզապես մեզ վերանայենք, որտեղ ենք բաց թողումներ արել, որտեղ ենք լավ բան արել, կրկնապատկվենք, որտեղ ենք բաց թողում արել, որպեսզի դրանք շտկվեն։ Բոլորս էլ ունենք թերություններ, կամար որ թերի չի։ Բոլորս լուռ ենք, բոլորս կատարյալ ենք, բոլորս մենք ձգտում ենք դեպի կատարելության, իսկ մեր օրինակը ոչ թե մարդն է, ոչ թե կառույցն է, սիրելիներս, եկեղեցի մենք գալիս ենք ոչ թե փրկության հիմնական մասը եկեղեցին է ներկայանում, եկեղեցին դա հավաքատեղին է, բայց փրկությունը տալիս է Աստված։ Շատերն ասում են, արի մեր եկեղեցին, արի ես իշ տեղը, սիրելիներս, փրկությունը Հիսուս Քրիստոսի մեջ է։ Պարզապես եկեղեցին են վայնա, որտեղ հավաքվում են եւ Աստծո խոսքն են քարոզում եւ Տիրոջ խոսքը հայտնության պես գալիս է ու լցվում է մեր սրտերը եւ մենք հայտնություն ենք ստանում։ Մենք հասկանում ենք, որ մենք ճիշտ տեղում ենք։ Անկախ նրանից, էլի ճշմարիտ եկեղեցիներ կան։ Ես չեմ ասում, որ բոլոր եկեղեցիներից մենք լավն ենք, ոչ, մենք նրանցից մեկն ենք։ Պարզապես այնտեղ, որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ կա ազատություն, որտեղ Տիրոջ կենդանի շունչն է, այնտեղ կա խոսքի զորություն։ Մենք ուրեմն պետք է լցվենք հենց այդ խոսքի զորություններով եւ
մեր դրդապատճառը եկեղեցի գալու նպատակը պետքա լինի այսօր Տերը ինձ համար ինչա պատրաստել, ինչ խոսք է սպասվում ինձ, որովհետև գիտեք հասարակությունը շատ են, բայց Աստված ամեն մեկի համար խոսք ունի։ Ես գիտեմ տեղերով ենք անցնելու եւ ամեն մեկը վերցնելու եք ձեր մարգարեական խոսքը, մեկը կհանդիմանվի, մեկը կկառուցվի, մեկի համար մեսիջ կլինի, որ դու պիտի ապաշխարես քո սխալ հիմքերից, հրաժարվես, որովհետև Հիսուս տա ժայռը։ Եթե մեկը իր տունը կառուցեց ավազի վրա, նրա տան կորուստը մեծ է լինելու։ Այսինքն ավազը, երբ որ դա մարդկային շնորհքների, մարդկային իմաստության վրա է կառուցվում։ Հիսուսն ասեց, ես եմ ժայռը, որովհետև քամիները, անձրևները, գետերը կվարարեն, կբարձրանան, քամիները կգան ու կգնան, բայց ով որ ժայռի վրա կանգնած է, նրա տունը չի քանդվիր։ Ամեն։ Դրա համար սիրելիներս, այսօր շատ կարևոր է, որ ես ու դու շատ ուշադրություն դարձնենք ով ենք մենք Քրիստոսի մեջ։ Այս քարոզի մեջ մենք մեր ինքնությունն ենք ճանաչելու, ով ենք մենք եւ որն է մեր նպատակը Քրիստոսի մեջ։ Առաջի բանը, որ գալիս ենք եկեղեցի, դա յուրաքանչյուր անձնավորության փրկության հարցն է։ Ես գալիս եմ եկեղեցի, որ իմ փրկությունը հաստատեմ, որ խոսքը ինձ համար, այսօր ես եմ քարոզում, վաղը մեկ ուրիշն է քարոզելու, համենայն դեպս խոսքը պիտի յուրաքանչյուրից բերի նրան, որ մենք հասկանանք, որ մենք գալիս ենք մեր փրկության համար։ Մենք չենք գալի ինչ-որ բան կազմակերպելու, սա կազմակերպություն չի, սա եկեղեցի է։ Եկեղեցին կազմակերպությունից տարբերվում է նրանով, որ այստեղ Աստծուն են պաշտում, իսկ այնտեղ ծրագրեր են կազմավորվում։ Բայց եկեղեցին գովազդով չի զբաղվում։ Եկեղեցում միակ գովազդը գիտեք որն է, Հիսուս Քրիստոսի մասին խոսել ճշմարտապես եւ ճանաչել մեր ինքնությունը։ Միչեւ մենք մեր ինքնությունը չճանաչենք, մենք չենք հասկանա, թե մենք ով ենք Քրիստոսի մեջ։ Ամեն։ Փառք Աստծո։ Եթե դու ունես Աստվածաշունչ, բացիր ինձ հետ Հայտնության 3-րդ գլխի 3-րդ խոսքից կկարդամ։ Արդ հիշիր, թե ինչպես խոսքը ընդունեցիր եւ լսեցիր։ Խոսքն ասում է, հիշիր, թե ինչպես խոսքն ընդունեցիր ու լսեցիր։ Գիտեք, շատ քրիստոնյաներ ժամանակին լսեցին, բայց եկավ մի ժամանակ, որ նրանք իրանց լսածը շեղեցին։ Սա նույնն է, ես չգիտեմ այսօր առավոտվա այս ծառայության ընթացքից հետո մենք ինչ ընթացքով կգնանք, բայց երանի նրանով, որ միջև վերջ կպահի Տիրոջ սերը, խաղաղությունը եւ կլինի մի մարդ, որը որ կտանի իր հետ ուր էլ որ մտնի, նույնիսկ բաժանված սրտերի մեջ ինքը եթե մտնի, այդ բաժանությունը պիտի կորչի։ Եթե կռիվների մեջ մտնի, այդ կռիվը պիտի դադարի։ Եվ ոչ թե գնա այդ մարդկանց մեջ մտնի ու այդ ամեն ինչ ընդհարման ենթարկի, այլ որ այդ ընդհարումներից բերի խաղաղության մեջ։ Քրիստոնյայի նպատակը դա է, սիրելիներս։ Հիսուսն ասաց, ես ձեզ վրա տալիս եմ իմ հոր խաղաղությունը։ Իսկ դուք գիտեք ինչ է նշանակում հոր խաղաղությունը։ Ասա որ քո բնավորությանը նույնիսկ քո ծնողը չի կարում դիմակայել։ Ասա որ քո երեխեն քեզ չի կարում տանել։ Ասա որ քո հարևանը չի կարողանում հանդուրժել ինչ-ինչ բաների, բայց տեսեք Աստված ոնց է կարողանում մեզ դիմակայել ու սիրել ու դարձյալ ինքը երբեք իր աչքի առաջից մեզ չի գցում։ Ընդհակառակը նա ասում է 99 կթողնի կգնա մեկի հետևից կընկնի։ Սիրելիներս, եկեղեցին նա է անտեղ այն վայրն է, որտեղ մենք գալիս ենք իրար հետ տաշվելու։ Ոչ թե գալիս ենք որպես քարքարիկ սիրուն նստում։ Հիմա որիդ հայացքին նայում եմ ժպիտներ կա, բայց չգիտեմ դուք մեկը մյուսից նկատմամբ ինչ եք զգում եւ ինչ եք ապրում։ Ես ուզում եմ հենց այս ներքին բաների մասին նախազգուշացնեմ, մեր մտքում ինչ կա։
Դրա համար այսօրվա քարոզը վերանայել ինքդ քեզ։ Ես հետաքրքիր մի շարունակություն եմ տվել, որ ճանաչես ինքնությունդ։ Եթե դու բացահայտում ես դու ով ես Քրիստոսի մեջ, չէ՞, դու տեսնում ես, որ քո գործերը միշտ ցույց են տալիս դեպի լավը, դու որտեղ գնում ես մարդկանց մեջ բերում ես դրական էմոցիա, բերում ես խաղաղություն, սեր, մոլորվածների մեջ բերում ես ուրախություն։ Դու տեսնում ես, որ Աստված ինչ որ բան արել է քո կյանքում։ Ամեն։ Ուրեմն սիրելիներս, մենք այնքան պիտի քրիստոսակենտրոն լինենք, ոչ թե եսակենտրոն։ Սա քանդում ու քայքայում է մեր ներսը, Քրիստոսին դուրս է շպրտում այս սրտի բնակարանից, որը որ Աստված տվել է մեզ։ Եվ ուզում եմ, որպեսզի ես եւ դու լինենք Քրիստոսակենտրոն եւ Աստծո սիրո խաղաղությունը լինի միշտ առատապես։ Ոչ թե ստիպված, դիտես ասում եմ, չեմ կարողանում այլևս տանեմ։ Լավ Աստված քեզ կարողանում է տանել քո ամբողջ բնավորության վատ կողմերով։ Ես չեմ կարողանում այս քարոզիչին լսեմ, լսի քեզով է ստիպողաբար բերում ստեղ, գնա այնտեղ, որտեղ քո մասին կամ քո համար լավ քարոզներ են գալիս։ Ես չգիտեմ, սիրելիներս, մարդու սրտի մեջ ինչեր է պահված, մարդը ինչ ազգում իր կյանքի նկատմամբ, բայց մի բան եմ ուզում հասկանանք, որ ով ենք մենք Քրիստոսի մեջ։ Եթե դու ճանաչես ով ես Քրիստոսի մեջ, դու կճանաչես քո ինքնությունը։ Ամեն։ Եկեք շարունակենք Տիրոջ խոսքը եւ ասում է պահիր այն ու ապաշխարիր։ Պահել է պետք ու ապաշխարել։ Ինչ է նշանակում ապաշխարել։ Մտափոխվել։ Այսօր մենք պիտի մտափոխվենք սիրելիներս։ Ինչից։ Հին գործերից։ Ապաշխարություն նշանակում է մտափոխվել, կանգնել, որոշում կայացնել, շրջվել ու գնալ դեպի Քրիստոսի ճանապարհը, որովհետև մի ժամանակ բոլորս էլ գնում ենք մեր շնչի, մտքի առաջնորդությամբ, բայց Տերը ճիշտ ժամանակին մեր կյանքի մեջ հայտնվեց ու փառք Աստծո ձեզ համար, որ դուք այսօր այստեղ եք, լսում եք կենդանի Տիրոջ խոսքը։ Անկախ նրանից մի ժամ հետո 10 րոպե երեք միտեղ ենք տղաներով զրուցում ենք, ասում եմ տղեկ հիմա գիտեք որ վերջում եմ ասում, եթե այսօր նույնիսկ մի հատ ռումբ պայթի շենքի վրա դուք փրկված եք, գիտեք ինչի համար, որովհետև մենք եկանք մի կարևոր համաձայնության, որ Քրիստոսը մեր կյանքի մեջ մեծ տեղ գրավեց, երկուսն էլ ապաշխարեցին, ապաշխարության աղոթք արեցին, մարդիկ խոստովանում են, որ մենք իրոք սխալի մեջ ենք, իսկ Աստծուն այդպիսի մարդիկ են անհրաժեշտ, եւ ոչ թե ասել ես ճիշտ եմ, լսի մի մոռացեք այն քարոզը, որ այդ ոնց է լինում, որ դու ճիշտ ես ու միայնակ ես, մենակ ես, իսկ բոլոր մեղավորներով հավաքված ենք այս սենց հավեսով Աստծո խոսք ենք լսում, գիտեք մարդ կա, որ այսօր չի եկել, ես ճիշտ եմ, ես ընդեղ անելիք չունեմ, փառք Աստծո մի էլ արի, բայց ասեմ, ուր էլ գնաս չհառամ ես այդ եկեղեցին, քո բնավորությունով, ստեղ եկողը բոլորը Հիսուսի կարիք ունեցող մարդիկ են, ես Հիսուսի կարիք ունեցող մարդ եմ, և այստեղ իմ հետ ինչքան համախոհ կա, ով այն հետ համ, 102 ձեռովի, ահագին մարդիկ, փառք Աստծո, Տեր օրհնի ձեզ, իսկ եթե արթուն չլինես, տեսեք խոսքը ինչ ահազանգող բան ասում ես, եթե արթուն չլինես, ես ինչպես գող կգամ և չես էլ իմանա, թե որ ժամին կգամ քեզ մոտ։ Հիշում եք Հովհաննես ավետարանի մեջ Հիսուսը սրա մասին ակնարկեց, բայց սա լրիվ ուրիշ իմաստ ուներ, բայց միտքը համարյա թե նույնն է։ Ընտեղ ասում է, եթե տան Տերը իմանար գողը որ ժամին կգար, ինքը արթուն կլիներ, միջոցներ կկիրառեր։ Ստեղ Հիսուսն ասում է, դու չգիտես ես քո կյանքի համար որ ժամին կգամ։ Գիտեք, մենք երբեմն թույլ ենք տալիս բառեր ու չգիտենք, որ դիմացին նստած այնց Հիսուսի ծառան, որը որ նայում է քո արարքներին ու նայում է։ Եվ ինչ ես պատասխան տալու։ Խոսքն ասում է, ես քո համար գողի պես եմ գալու։
Ինչպես գողը կգամ, եւ ես էլ կգամ եւ չես էլ իմանա, թե որ ժամին կգամ քեզ մոտ։ Տեսեք, ով գիտի, որ հայրը Հիսուսը գող չի, բայց երբեմն օրինակներ կան, որպեսզի մենք սթափվենք, այդ օրինակները գրվում Աստվածաշնչի մեջ, ու Աստված լավ գիտի, որ ինքը գող չի։ Ես ու դու առավել եւս գիտենք, որ Աստված գող չի, բայց ասում է քո կյանքի համար գողի պես կգամ։ Այսինքն սիրելիներս, մենք այնքան պիտի զգուշ լինենք ամեն մեր վարմունքի համար, միգուցե Հիսուսը կգա ու կտեսնի մենք ինչով ենք զբաղված ու մեր կյանքը կավարտվի այդպես էլ տրտմությամբ, ցավերով ու դաժանություններով։ Այսօր շատերն ասում են, բա ուր էր Աստված։ Չէ, տենց երգ էլ կար։ Սիրելիս, Աստված իր տեղում է, ուր ես դու։ Ես հիմա համացանցում նայող մարդկանց ասում եմ, ուր ես դու եւ քո հայացքը որտեղ է։ Սպասումներդ ումից է այսօր։ Եվ ես ուզում եմ, որպեսզի եկեղեցին սա շատ լավ հասկանա, սիրելի եկեղեցի, որ մեր ակնկալիքը ումից է։ Միգուցե այդ Աստվածը գա ու տեսնի դու ինչով ես զբաղված։ Տեսեք, Հիսուսն ասեց, երանի են ծառային, երբ որ կգա, անելուց կտեսնի այն ինչ որ արել էր իր Տերը, իր բարեգործությամբ, իր սիրով, իր մարդասիրական ամեն տեսակի բաներով։ Երանի ասում են ծառային, երբ որ կգամ կտեսնեմ, որ նույն բարեգործությունով է զբաղվում։ Սիրելիներս, եկեղեցին պիտի իր էությունով եւ էապես լինի այդ տեսակը։ Եթե մենք այդ տեսակը չենք, նշանակում է մենք ինչ որ բան փոխել ենք կամ ինչ որ բաների մեջ ենք ընկել։ Աստված գիտի, թե հիմա այս պահին ով ինչերի մեջ է։ Մենակ Տերը գիտի։ Գիտես, բոլորս ժպտում ենք, բայց մենք չգիտենք մեկը ժպիտով խաղամոլության մեջ է։ Գիտեք, Աստված չի ծաղրվում եւ Աստված սրտեր քննող Աստված է։ Մեկը խաղամոլության մեջ է, մեկը շնության, վատ սայթերի մեջ է, մեկը ամուսնական կապերի մեջ ինչ որ բաներ է գրում, մեկն ընդհանրապես չի հետաքրքրում դու ինչ ես խոսում, բոլորս այդ դահլիճում այդ բնույթը միշտ լինում է, մեծ դահլիճներում, մեծ պրոֆեսիոնալ քարոզիչների միջոցով խոսքը քարոզելու ժամանակ մարդիկ իրանց համար զբաղմունք են գտնում եւ սատանային նպատակը հենց դրանում է, որ քեզ շեղի այդ օրվա ծառայության խոսքից եւ այդ մտքի թելը քեզ տանի, չգիտեմ, արդեն ավարտը ուր կգնաս եւ որն է այդ ամենից հանգեցնելու։ Հայտնության 2-րդ գլխի 5-րդ խոսքում ասում է արդ հիշիր, որտեղից ընկար։ Ես ուզում եմ, որ սիրելիներս, մենք առաջի բանը, որ մենք հասկանանք մեր կյանքում, հիշենք, թե որտեղից ընկանք։ Եվ զղջա եւ նախկին գործերը արա, ապա թե ոչ կգամ քեզ մոտ եւ քո ճրագակալը իր տեղից կշարժեմ, եթե չապաշխարես։ Տեսեք, մարդու ամենակարող բանը դա լույսն է, ճրագակալը։ Մենք հիմա ստեղ լուսավորված ենք, բայց ասեմ սա այս այն լույսը չի, որը որ Տիրոջ խոսքը խոսում է։ Այն անմատուցվող լույսերի մասին է խոսքը, որ Տիրոջից է լուսավորվում։ Ասում է այնտեղ ոչ լուսին կա, ոչ արեգակ, բայց այնտեղ երկնքում նկատի ունի լուսավորվում են Տիրոջ լույսով։ Այսինքն եթե Տիրոջ լույսը կա իմ ու քո կյանքում, անկախ նրանից այսօր մի քանի օր մեր լույսերն անջատում են, բայց դա բան չի փոխում մեր սրտերի մեջ։ Գիտես խի, որովհետև գիտենք դա ժամանակավոր բնույթ է կրում։ Բայց լավ չի, երբ որ մեր իրական լույսը կորի մեր ձեռքից։ Այն ժամանակ ինչ ենք անելու, ում ենք դիմելու։ Քեզ ոչ ոք դրանում չի կարող օգնել, որովհետև խոսքն ասում է դու մերժեցիր։ Ես այդ տեղը կկարդամ, թերևս զոհաբերության մեջ խոսված այդ տեղը, բայց մեկ անգամ որպես գիտություն էլի կխոսամ
Ովսեի 4:6-ում ասում է. Իմ ժողովուրդը բնաջնջվեց գիտություն չունենալու պատճառով, որովհետև դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ եմ մերժելու իմ քահանայությունից։ Գիտես ինչ է նշանակում, ես էլ քեզ եմ մերժելու իմ քահանայությունից։ Ով գիտի, որ մենք կանչված ենք թագավորներ եւ քահանաներ։ Թագավորի ու քահանայի գործողությունը ո՞րն է։ Տեսած ես քահանան, իրական սրտանց քահանան զբաղվի օտարամոլությամբ կամ ինչ-որ այլ գործերով։ Նա առավոտը կանուխ վեր է կենում, փայտակցում, կրակը պահում, որ զոհասեղանները վառվեն։ Չէ, գրված է հին ուխտի մեջ։ Հին ուխտը նորի փոխանցող շունչն է, ուղակի Հիսուս Քրիստոսով։ Սիրելիներս, եթե մենք այդ աղոթքի կրակը դադարեցնենք մեր կյանքում, մեր լույսը խավարի կփոխվի։ Ու մենք կնմանվենք այն քահանաներին, որ ոչ մի նշանակություն չունեն։ Օրինակ Հեղի քահանայի ժամանակներում Իսրայելը Տիրոջից խոսք չուներ։ Գիտեք ինչի պատճառով, որ իր երեխեքին չէր դաստիարակում։ Չէր ասում չի կարելի, մի արեք այս բանը, Տիրոջ բարկությունը կգար։ Գիտեք ինչի մեջ էին իրանք համակերպվել, որ իրանք սխալը գործել էին ու Աստված լռել էր։ Ու գիտես ամենավատ բանը քրիստոնյայի կյանքում, երբ որ մեր կյանքում մեր սխալների պատճառով Աստված լռում է, ու մենք շարունակում ենք մեղքը գործել եւ ոչ թե վնասից, կեսից հետ կայնում, ասում Տեր, ես չեմ հասկանում, ես չեմ ընդունում այն վիճակը, որ իմ կյանքում կա, այս անհոգությունը։ Որ ես մի սովոր եմ, որ ասեմ Տեր, գալիս եմ քո առջև եւ Տիրոջ անձրևները թափվի իմ կյանքում։ Եթե դու այսպիսի տեսակ մարդ ես, դու չես կարող համակերպվես այս նման տիպի բաների մեջ։ Դրա համար սիրելիներս մենք պիտի վերանայենք, դրա համար Հեղի ժամանակ մարգարեությունը լռել էր։ Եվ Աստված Սամուելին բարձրացրեց եւ Իսրայելի համար Տիրոջ խոսքը նորից վերականգնվեց։ Գիտեք, որ ամեն մեկիս կյանքի համար գալիս են խոսքի ժամանակներ, ու 2000 տարի է խոսվում է սրա մասին։ Նայած թե մենք ոնց ենք ըմբռնում կամ ոնց ենք սրան մեր ձեռքերի մեջ պահում։ Դրա համար խոսքն ասում է, իմ ժողովուրդը գիտությունը ինչ արեցին։ Միտեղ ասում է մերժեցին։ Այսինքն մենք ամեն անգամ Աստծո խոսքի վրա ինչ որ պատճառներ ենք բռնում։ Ամեն թե չէ։ Սիրելիներս, Աստծո խոսքը թարմություն է, Աստծո խոսքը երկնքից անձրև է, որ քո անապատը ինքը ջրում է, սկսում է ծառերը բողբոջել, սկսում են գարնանային տրամադրություն։ Գիտես հարցը ինչի մեջ է, որ միշտ մենք պիտի լինենք այդ կոկիկության ու պատրաստակամության մեջ, միշտ մեր աչքերից կյանքի նշույլներ պիտի բխեն, եւ ոչ թե հավատացյալին նայեն ու ասեն Բա ինչ լավ վատ է, Աստված մեռել է։ Հալելույա։ Բայց մենք ենք ներկայացնում Աստծուն երկրի վրա։ Ով է իմ հետ համամիտ։ Բոլորս ենք համամիտ։ Ուրեմն ժպտացեք, ցույց տվեք, որ ձեր կյանք, ձեր մեջ կա կյանք, ձեր մեջ կա արժեքներ, ձեր մեջ կա անգնահատելի մի բան, մի թանկ բան, որը որ այս աշխարհի հետ ոչ մի բանով կոնկրետ ես չեմ փոխարինի։ Ու շատ մարդիկ ինձ հետ համաձայն են ու իրանք էլ են այդպես մտածում։ Ուրեմն մենք մի մաստի ժողովուրդ ենք։ Այս սրա պատճառով են, որ հավաքվել ենք այստեղ, մենք մեր մաստերով, հասկանալու Տիրոջ խոսքը։ Ասում են նրանք, ովքեր մեզանից չէին, ինչ եղան։ Գնացին մեզանից։ Ով մեզ հետ էին, մեզ հետ շարունակեցին Քրիստոսի հետ ծառայակից լինել։ Ամեն անգամ պետք է վերանայել ինքներս մեզ։ Ով ենք մենք Քրիստոսի մեջ։ Տեսեք, առաջի Պետրոս 2-րդ գլխի 9-րդ համարում, բայց դուք ընտիր ցեղեք։ Այստեղ շարունակում է նորից, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա առաքինությունները քարոզեք, ով է ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչե։ Տեսեք նորից քո կարգավիճակի մասին է խոսում, քո կեցության մասին է խոսում, քո պատկանելության մասին է խոսում։
Տեսեք, երբ որ ես գնում եմ օտար երկիր, մարդիկ իմ հետ չեն կարողանում իրանց լեզվով խոսել, որովհետև ես այդ երկրից չեմ։ Հասկանում եք տարբերությունը։ Ստեղ խոսքը հասկացնել է տալիս, որ մենք ով ենք։ Չէ, ով ենք, ով կասի ով ենք։ Մենք քահանաներ ու թագավորներ ենք, ուրեմն սիրելիներս, մեր ինքնությունը, երբ որ մենք ճանաչում ենք, հասկանում ենք, որ եթե իմ Տերը կանչել է քահանա, ես ուրեմն իմ քահանայական պարտականությունների մեջ լինեմ։ Եթե ինձ Տերը կանչել է թագավորական ցեղի մեջ, ուրեմն ես պիտի վերին բաների մասին նորից մտածեմ, իմ թագավորական տեսած եք, որովհետև մի երկրի պաշտոնյա գա մանկապարտեզում երեխեքի հետ խաղ խաղաներ, թեկուզ եւ կարա լինի նման, բայց դա ոչ, դա ավելի շատ լինի, դա ինչ են ասում, PR, հիմիկվա բառերով, որպեսզի ինքը ցույց տա իր գումանիստական մարդկային հատկանիշները եւ այլը, ամբողջ աշխարհը այսօր իր հատկանիշներն է ուզում ցույց տա, իսկ մենք քրիստոնյաներս, մեր գանձը ունենալով մեր սրտերում, մենք չգիտեմ ինչ պատճառներով պահում ենք դա, այնինչ որ պիտի դա մեզանից դուրս շպրծի, դուրս գա, այդ բուրմունքը տարածվի, տարածություն գտնի, որ մարդիկ տեսնեն ու ասեն, հա իրոք այս մարդիկ ճիշտ են։ Առաջին դարում, երբ որ քրիստոնյաները տենց այդքան ինտելեկտի մեջ լավ չէին, բայց իրանց խոսքի մեջ զորություն կար ու մարդիկ հաստատում էին դա, ասում են, բայց ինչ խոսում են, կատարվում է։ Այսինքն ինչ է ուզում հասկացնել տա, որ միջև այդ էլի խոսացողներ են եղել, բայց ոչ մի բան չի փոխվել, ոչ մի բան չի կատարվել։ Բայց այս առաքյալների գործողությունից հետո բաներ են տեղի ունենում, մարդկանց ուշադրությունը գրավում է։ Այսօր իմ ու քո կյանքը սիրելիներս հարևանի, բարեկամի շրջակայքի մեջ ուշադրություն պիտի կենտրոնացնի։ Քրիստոնյան ամեն ժամանակ այդպիսի իրավիճակի մեջ պիտի հայտնվի, որ իրավիճակ փոխի եւ ոչ թե գնա կրակի վրա բենզին լցնի ու լրիվ հակապատկեր տեսարան նստանա։ Սիրելիս, այսօր ես ու դու գնալու ենք Տիրոջ մարգարեական խոսքով, հայտնություն առած։ Առաջին հերթին մենք պիտի ճանաչենք մեր ինքնությունը, ով ենք մենք Քրիստոսի մեջ, Տիրոջ խոսքը քանի անգամ զգուշացնում է եւ ապաշխարության առումով, եւ թե ասում է կգամ այն ժամանակ, որ դու չես սպասի, բա հետո ինչն է քեզ օգնելու, ու ոչ մի բան մեզ չի օգնելու։ Եթե մենք այսօր չմտափոխվեցինք, ապաշխարություն հունարենով մետառոնենս բառն է, մտափոխվել, կանգնել, հետ շրջվել, ուղղահայացը փոխվել, եթե մի ժամանակ գնում էր շնչի, մտքի, ցանկության հետևից, մի օր որոշում կայացրիր, կանգնել, մտափոխվել, այսինքն մտափոխվեցիր, հերիք է, մենք այդ տեղը կհանդիպենք Ղուկաս ավետարանի մեջ անառակ որդու պատմությունը, բայց միջև այդ սիրելիներս ես ուզում եմ, որ ես ու դու ճանաչենք մեր ինքնությունը, ով ենք մենք քահանայություն ենք, եւ մենք թագավորական ազգ ենք։ Մարդ էլ կա ասում է, «Էս իմ մասին է խոսում»։ Գիտես Աստծո խոսքն ասում է, եթե չլինեք երեխեքի պես, երկնքի արքայությունը չեք ժառանգելու։ Գիտես երկնքի արքայությունը երեխամիտների համար չի։ Այլ երեխաների պես պարզ, որ ամեն Աստծո խոսքը գրված ասում է 7 անգամ հողի բովքի մեջ զտված արծաթից էլ մաքուր է, առակացի մեջ ասում։ Այ մենք պիտի այդ վստահությունը ունենանք, Աստված ինչ որ ասում է մեզ, այ ամեն խոսքի հետևը ինքը կանգնած է։ Մենք մարդիկ ունենք, չէ, որ ասում են, այս ինչ մարդը ասում է, դրա անունը մի տա։ Հենց ասում է 12-ին տեղ եմ լինելու, ուրեմն իմացի մեկից շուտ չի գալու։ Գերմանացիները ունեն այդ պունկտուալությունը։ Գերմանական ժամ, մեր եղբայրներից մեկն ասում է Գերմանիայում է, ասում է հետաքրքիր էր ինձ։ Ավտոկայանում կայնած եմ։ Գրած էր 12-ից 57 րոպե, ասենք 57 րոպես որն է։ Կարար 58, 59 կլորացնեին,
Բայց ասում ասի լավ պիտի ոտս անգամ կաղկցեմ մեր լեզվով ասած նայեմ ասում եկավ այդ անց 57 րոպեն ավտոբուսը շարժվեց ասում ասի այ թե որտեղա գրված գերմանական ճշտապահությունը երբեմն ազգեր կան որ Աստված սերմանել է ճշտապահություն անգլիացիք ջենտլմեն են մեր հայերը չգիտեմ մենակ խորովածով են լավ աչքի ընկնում հաց պատիվ եւ այլը բայց գիտեք որ մեր ազգի մեջ կա ավելի արժանապատվություն որ մենք 301 թվից այս կողմ մեր քահանայական եւ թագավորական պարտականությունը կորցրեցինք դրա համար մենք այս վիճակի մեջ ենք ու հետաքրքիր մի նախասահմանություն Տերը տվեց ես ուզում եմ սա հոգուց եմ ստացել գրել Սատանան ամեն ինչ անում է որ կորցնենք մեր ինքնությունը նա ամեն բան կանի որպեսզի դու կորցնես քո ինքնությունը որ խլի մեզանից մեր ժառանգությունը մենք ինչեր մեզ Աստված ինչա ժառանգել ինչ տվեց Աստված Ադամին ու Եվային անհոգության կյանք եւ վայելել ուղակի ստեղծած Աստծո բայց նրանք տվեցին սատանայի ձեռու այսօր էլ նույնը կատարվում է մեր մեծ սիրելիներս որ խլի մեզանից մեր ժառանգությունը որ միշտ ապրենք վախի ստրեսի մեջ եւ իր կամքը մեզ թելադրի գիտես սատանան երբ որ կարողանում է մեր վրա հաջողություններ ունենալ ինքը սկսում է մեր վրա թելադրել վախեցնել որովհետեւ դու պարտվել ես դու արդեն նրա տիրույթի նրա տիրապետության տակ ես նա ինչ էլ ասի քեզ դու ենթարկվում ես որովհետեւ սատանային ինչը կկանգնեցնի Տիրոջ խոսքը եւ Տիրոջ հոգին որովհետեւ Հիսուսն ասեց Տիրոջ հոգին ինձ վրա է եւ Տերը ինձ ազատել է եւ Տերը ինձ ուղարկել է գույրերին բորոտներին ապաշխարության համար այսօր սիրելիներս երբ որ մենք կորցնում ենք մեր ինքնությունը սատանան դառնում է մեր տեսակետի ամենակենտրոնացած մասում եւ եկեղեցին վախի ու սթրեսի մեջ ապրում հիշում եք մի քանի տարի առաջ կորոնայի ժամանակ հիմա կասեն ես տենց չեմ եղել գիտես քիչ ես եղել որովհետեւ այդ հիվանդությունով չհիվանդացար բայց եթե հիվանդանայի դու այդպես չէիր խոսա գիտես մենք չենք սպասում բայց դա տեղի ունեցավ մենք հասկացանք որ մենք այս ձևով Հիսուսը գար մենք փրկված չենք լինելու Աստված ցույց է տալիս որ հավատացող ժողովրդի կողքին կանգնած եմ ես մենք այսօր ամեն մեկս պիտի մեր ինքնությունը ճանաչենք երբ որ մենք ճանաչենք մեր ինքնությունը մենք կգիտակցենք թե մեր Աստծո մեջ որ փուլի մեջ ենք ասում է միչև հիմա չխնդրեցիք բայց սրանից հետո խնդրեցեք իմ որդու անունով այսինքն Միջև Հիսուսին հասնելը դու պիտի պայքարես ինքդ քեզ, քո էմոցիաներից, քո դժվարություններից, քո հասկացողությանը, որ ասում է քո հասկացողությանը մի վստահի Տիրոջ խոսքը, այլապ աշխարհիր, հետ կանգնիր։ Տուր Տիրոջը քո ամեն ժամանակներում պատերազմները եւ նա միշտ պատերազմներում հաջողություն ունեցող Աստված է։ Ովսիայի ժամանակներում սիրելիներս եկան ասեցին 3 ազգ է պատրաստվում քո դեմ Գիտես, նա վախեց, դա նորմալ է, բայց գիտես, վախելու հետ չգնաց ֆոբիաների հետևից, ստրեսների հետևից, պանիկայի հետևից, նա գնաց Տիրոջ երեսը փնտրելու եւ Տերն ասեց, ես քո պատերազմը չի։ Գիտեք, որ ես մեր պատերազմը չի։ Գիտես, իմ ու քո պատերազմը որն է։ Ես օրինակ պատերազմ ունեմ, ինքս իմ դեմ։ Ասա իմ առաջի թշնամին ես եմ։ Եվ ինչ ես պատրաստում հիմա քո հետ անել, գնաս խփես, ասես շո հաղթեցի, տաշես, փոխես, ձևակերպվես, դառնաս քահանայի հատկանիշներով, թագավորին, հատկանիշներով մարդ։ Ու կտեսնես, որ արդեն քո մտածելակերպի մեջ բավականին բաներ են փոխվում։ Էլ առաջվա պես չես մտածում։ Գիտես, երբ որ Աստված ասեց Ադամ, ուր ես։ Նման է, չէ՞։
Այդ միջև այդ մեղքը գործելը լավ էլ հարաբերություն ուներ։ Ես հասկանում եմ, երբ որ Աստված ասեց Ադամ ուր ես, գիտեք ես տեղ ինչ հայտնություն եմ տալիս։ Միջև մեղքը Ադամը միշտ Աստծո աչքի առաջ էր, նա թաքնված չէր։ Երբ որ մեղքը եկավ, Աստված սկսեց որոնել։ Այսօր սիրելիս ուզում եմ քեզ մարգարեական խոսք ասել։ Դու որ մեղքի հետևում ես բախկված։ Աստված արդյոք միշտ աչքի տակ ունի քեզ, թե միշտ փնտրում է քեզ։ Ես այս հարց ուզում եմ տամ քեզ ու դու քո մեջ պատասխանի, չեմ ուզում բարձրաձայնես։ Վերցրու գնա ու այս հարցը քեզ ամբողջ օրը քեզ կուտի։ Եթե դու ազատ լինես, դու կմխիթարվես։ Եվ ուզում եմ, որպեսզի դու մխիթարված լինես։ Այսօրվա նպատակը նա չի, որպեսզի մենք ինքներս մեզ մարտահրավեր նսեմացնենք, կոտրենք, լավ կլիներ, որ տենց լիներ, որ այսօրը չհասնենք, բայց եթե հասել ենք այսօրը, ուրեմն մենք պիտի ապաշխարենք սիրելիներս մեր մեռած գործերից։ Ամեն։ Գնանք առաջ։ Հայտնության 22:14 Երանելի են նրա պատվիրանները պահողները, որովհետև նրանցն է իշխանությունը կենաց ծառի վրա եւ քաղաքի դռներով ներս մտնելու։ Իշխանություն է տրված։ Մի փոքր հիվանդություն վազում ենք ինչի, նեմիսիլ։ Սատանան դուրը թակում է ստրես, վախ, բա ինչ ենք անելու, ոնց ենք անելու, թարսը պես ես ժամին է, ոնց զանգեմ հովիվին, լսի Աստված կողքը տա, ինչ ես կորցրել Հիսուսի վստահությունը քո կյանքում, որ նման դժվարությունների ժամանակ, մի հատ է նայում ես ժամիդ, ուշա է ամոթա, համակերպվում ես, այո ամոթա, գիտես խի, որովհետև փոխարենը զանգելու տեղը, մենք զանգելու տեղ ունենք, մենք կորցրել ենք մեր ինքնությունը սիրելիներս, կորցրել ենք ամեն բան, դրա համար այսօր մենք կանգնած ենք կործանման եզրին, մինչև մենք չփոխվենք, մինչև մենք չմտափոխվենք, մեր իշխանությունը չի վերականգնվի։ Մարդիկ գան ինչ տեսնեն մեզանից, մեզ ինչ պիտի տեսնեն ու սովորեն, բայց Հիսուսն ասեց, կտեսնեն ձեր բարի վարքը, գործը, այն աշխատանքը, որ կատարում եք, եւ կփառավորեն եւ ձեր հորը, եւ ձեզ շնորհակալ կլինեն, որովհետեւ դուք նրա աշակերտներն եք։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Վերանայել քեզ նշանակում է իմանալ ինքնությունդ եւ կարգավիճակդ։ Գիտես, մարդը կորցնում է իր կարգավիճակը, գիտես, հատկապես մասնագետներ կան, որ իրան տալիս են տարբեր տեսակի կարգավիճակներ, եկեղեցում էլ է, ձեռնադրված եղբայր, սարկավակ, երեց, եպիսկոպոս, հովիվներ, առաքյալներ, սրանք կարգավիճակներ են, ամեն տեղ կա այս կարգավիճակները, նայած թե հատկապես էլեկտրիկները որոշ ժամանակ անց իրանք քննություն են տալիս մեծ բարձրավոլտների համար, որ իրանց իմացությունն են ստուգում, բարձր վոլտերում մարդը պիտի ունենա համապատասխան սահման, որ նա քեզ չխփի, սա խոսում է, երբ որ մենք ժամանակ առ ժամանակ քննություն ենք տարի, մեր կարգավիճակները փոխվում է, այն ժամանակ, երբ որ մենք ճանաչում ենք մեր ինքնությունը, գնահատում ենք մենք ինքներս մեզ, ոչ թե սկսում ենք մեզ անարգել, ոնց որ Հոբիկինն ասեց, դու էլ անարգի, հայհոյի ու գնա 1000 միլիոնավոր տարվա մեռելների հետ միացի, ասեց, լսի Աստծո բարիքները վերցնելու ձևը գիտենք, ցավը, տառապանքը, դժվարությունները պիտի մերժենք, այսինքն եթե մենք հայտնվել ենք նույնիսկ եթե այդ հիվանդության, դժվարությունների, ֆինանսական, ընտանեկան բովքի մեջ, սիրելիս Աստված քեզ նրա համար է անցկացնում դրա մեջով, որպեսզի ինչ անես, քո ինքնությունդ կորցնես,
որ ինչ անես, որ դու սովորես, որ դու կանգնես ու սկսես ճանաչել ինքդ քեզ, ասես ես չեմ համակերպվում, հիվանդությունը չէ, որ իմ իշխանությունն է, եթե չգիտես գնա Եսայի մարգարեությունը բացի ու տես, ասում է, մենք նրա վերքերով բժշկվեցինք, ընտեղ ամեն բան գրված, այսինքն հիվանդությունը իշխանություն չունի մեր վրա, բայց եթե հայտնվել ես այդ հիվանդության մեջ, սիրելիս, էլի վստահելու բան ունես, ուրեմն դու պիտի վերանայես կարգավիճակդ, որ հասկանաս, թե ով ես Քրիստոսի մեջ, ամեն, և ամենատպավորիչ տեղը, որ այսօր մենք պիտի հասկանանք, Ղուկաս 15:13-ից կարդամ, մի քանի օր հետո կրտսեր որդին ամեն ինչ հավաքեց հեռու երկիր գնաց, այսինքն այս պատմությունը գիտենք, անառակ որդու պատմությունն է, եկավ ասես հայր տուր իմ բաժինը, ես գնում եմ առանձին ապրեմ, այս երիտասարդը վերցրեց իր ամեն ունեցվածքը ու գնաց հեռավոր մի երկիր և այնտեղ այդ երկրի մեջ ապրելով, արարելով բոլոր ֆինանսները վատնեց, այնքան իջավ, այնքան իր մակարդակ իջավ, որ նույնիսկ գնաց տերերին խնդրի, որ այդ անասունները ինքը պահի և այդ անասունների կերից ավելացածից ինքը գողանում էր, ուտում էր, որպեսզի կարողանա գոյատևել, միթե Աստված մեզ այսպիսի ճակատագիր է խոստացել, հա, սիրելիներս, և ասում է նա հիշեց իր հոր տունը, հոր կարողությունը, և ինչ արեց, որոշում կայացրուց, կանգնեց, մտափոխվեց, ասեց, իմ կարգավիճակի տեր մարդը իմ հերս, լատես ինչ իշխանություն ունի, ամեն մի գարաժում ամենավերջի թվերի ջպերից սկսած մինչև լավագույն բաներն ունի, ես ինչ եմ անում այստեղ, և տեսեք մի շատ հետաքրքիր տեղից կարդամ, երբ որ եկավ, հայրը տեսավ, որովհետև միշտ հայրերը սպասող են սիրելիներս, և հայրն ասեց, նրան բերեք հագցրեք, պատմուճան տվեք, մատանին դրեք, մատանին իշխանություն է, պատմուճանը նույնպես սիրելիներս կոչում է, ասում է բերեք պարարդ եզը մորթեցեք, ուտենք, ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեցավ։ Եվ սկսեցին զվարճանալ, ուրախանալ, տեսեք ամեն մի մեղավոր մարդու համար ինչ է կատարվում երկնքում, երբ որ մարդը մտափոխվում է, հասկանում է, որ եկեղեցին ճշմարտության տեղ է, որ այնտեղ է փրկությունը Քրիստոսի մասին խոսում են, և նա իրականում շատ մարդիկ կան արդեն, մարդիկ կան, որ հետը խոսում ես, ասում է իրականում հոգնել եմ, զզվել եմ ես այս կյանքից, ասում եմ եթե զզվել ես, եթե քո կյանքը քեզ չի հետաքրքրում, կա մեկը, որ դա մեծ գնահատական է տալի, կարած սիրտը տաս Հիսուսին, ու այդ մարդիկ համաձայնվում են, շատերը համաձայնվել են, շատերն են մերժել են, բայց այնուամենայնիվ ովքեր համաձայնվեցին, գիտեք ինչ տեղի ունեցավ, փրկություն։ Եվ այստեղ տեսնում ենք, հայրն ասեց նրան, այսինքն ստեղ մի հատ հետաքրքիր, ես չեմ ուզում ամբողջ պատմությունը պատմեմ, որպեսզի ժամանակի մեջ տեղավորվենք, գալիս է ավագ եղբայրը, որը որ միշտ հոր հետ էր, որը որ միշտ հոր տան մեջ էր, ինքը ոչ մի խնդիր չուներ, և հարցնում ասում, ես ինչ է կատարվում, ես ինչ է կատարվում, ծառաներից մեկն ասում է, կորսված եղբայրդ գտնվել է, հայրդ խնջույք է կազմակերպել, գիտես դառնության արմատը մարդու մեջ այնքան է, ու առհասարակ մարդու մեջ այդ չարությունը նստած է, երբեք որևէ մեկը չի ուզում, որ մեկը իրանից առավել լինի, այս եղբոր դիրքը սիրտը այդպիսին էր, ասեց այսքան ժամանակ ես քո տան մեջ էի, ծառան
տենում է որ գլուխ չի հանում այդ տղուց, հայհոյում, բնականը կհայհոյեր, բնականը կտրտնջար, տարբեր բաներ կաներ, կանչում է հորն ասում է դու ես քու տղեն էլի, տեր, գլուխ հանեք, եւ երկուսի խոսակցությունը, հայրն ասեց, որցյակ, դու միշտ ինձ հետ ես, այսինքն միջև հետ ասում է, դու ինձ մի հատ ուլ չտվեցիր, գնամ իմ ընկերների հետ, վայելեմ, ապրեմ եւ այլն, ասեց, բայց ով է քեզանից խնայել, դու երբ ես ուզել, որ դա դու չես արել, ու շարունակում է, հայրն ասեց նրան, որցյակ, դու միշտ ինձ հետ ես, սիրելիներս, եթե մենք ամեն անգամ Աստծո հետ ենք, մենք պետք է չխանգարենք որևէ մեկի ծառայությանը բարձրանալու մեջ, անկախ նրանից ով է եւ որ ժամանակի մեջ է։ Սիրելիներս, եկեղեցում նույնիսկ ես իրավունք չունեմ Աստծո ծառայությունները մարդկային տրամաբանությունով բաշխելու եւ ոչ մի հովիվ այդպես չի վերաբերվում։ Նա վերաբերվում է ըստ իր ծառայության որակների ինքնության, որը որ այս տան ավագ որդին գիտեք ինչն էր կորցրել իր ինքնությունը, ինքը չգիտեր ինչ դիրքում է, դրա համար ինքը ծառայի կերպարանք է ասում, բայց ասում այլևս ոչ թե ծառա, եւ ինչ, այլ քահանայություն ու թագավորություն, այլ որդիներ, սիրելիներս, ոչ թե ծառա, դրա համար մենք երբեք մեր ինքնությունը չպիտի կորցնենք, բայց Աստծո նպատակն է, որպեսզի ես ու դու մտափոխվենք, փոխվենք, մետառենոց բառը հունարենում, որ ասում է մտափոխվենք, ճանաչենք ինքնությունս։ Տեսեք, նա կորսված էր, գտնվեց, իսկ կորսված մարդու հայտնվելը Աստծո համար շատ թանկ է։ Բայց ոչ թե ասեն, այլ սա եկավ, դա միգուցե քեզ համար է, բայց գիտեք ինչ, Աստծուն քո ցանկությունների մեջ մի տեղավորի։ Աստված սիրո անսահմանափակություն է, գիտեք։ Ինչ էլ ներկայացնես Աստծուն, Աստված քեզ չի հասկանա, որովհետև ինքը սեր է։ Ինքը լույսի մեջ է։ Եվ իր անընդհատ մատակարարող սերը չի դադարում քեզ սիրելուց։ Իսկ մենք արդեն ասում ենք, այլ սա հայտնվեց կամ նա, միգուցեև դու հոգնածնող ես, բայց դու էլ քո գեղեցկությունն ունես։ Եբրայեցիս 4:13-14 համար ասում է, նրա առաջ անտեսանելի արարած չկա, այլ ամեն բան հստակ է եւ ակնհայտ։ Նրան ենք հաշվետու, արդ ունեցենք երկնքներով անցած մեծ քահանայապետ Հիսուսին, Աստծո որդին, ուստի ամուր պահենք դավանությունը։ Սիրելիս, Աստծո աշկերից ոչ մի բան քո արածը չի վրիպե։ Այսքան ես մարդուն լավություն եմ անում, լա հիմա էլ ես վերջի անգամ եմ փորձելու։ Լսի, դրանից հետո էլի արա, դրանից հետո էլի արա, ասեմ խի, խոսքն ասում է Աստծո աշկերից ոչ մի բան չի վրիպում, ուրեմն նշանակում է սիրելիներս, ինչ էլ որ մենք անում ենք, Աստված տենումը, Աստված գնահատումը, Աստծո աշկերից քո ամեն մի աշխատանքը չի վրիպում։ Սաղմոս 73:25 Ով ունեմ ես երկնքումը եւ քեզանի ջոգ բան չունեմ, չեմ ուզում երկրի վրա։ Տեսեք, մարդ եթե Աստված ունի, էլ նրա աշկին ոչ մի բան չի գալի։ Գիտես, երբ որ մարդը լցված է Աստծով, այդ մարդի աշկերին ոչ մի բանը աչքին չի երևում։ Հիսուսը հենց այստեղ էր ասում, մարդ ոչ միայն հացով կապրի, այլ այն խոսքով, որ գալիս է Աստծո բերանից։ Եթե խոսքը մերժվեց մեր կյանքում, մերժվելու է ամեն բան։ Մերժվելու է ամեն բան։ Դրա համար այսօր կա մեզ համար հնարավորություն, կա շանս։ Խոսքն ասում է, ով ունեմ երկրի վրա, թեև մարմինս ու սիրտս մաշվին,
Աստված հավիտյան իմ սրտի ուժը ու իմ բաժինն է։ Մի փոքր սրտի ցավ, վայ, լայն դեղը բերեք։ 27 խոսքում ասում, որովհետև ահա քեզանից հեռացողները կկորչեն, դու կսատկեցնես բոլոր քեզ դեմ շնացողին, բայց ինձ համար բարի է, որ մոտենամ Աստծուն, իմ հույսը Տեր Աստծո վրա դնում, որ քո ամեն գործարքը պատմեմ։ Այսինքն մենք անելիք ունենք, սիրելիներս, որ պատմենք։ Իմ հույսը դնում եմ ես Աստծո վրա։ Եբրայեցիս 10:23 Պինդ բռնենք հույսի դավանությունը, այ սայթակ, այսինքն չսայթակենք, պինդ բռնենք, այսինքն այդ կոչումը պինդ բռնել է պետք, սիրելիներս, որ հավատարիմ է խոստացողը, ևս զգուշանանք իրար համար դեպի սերը և բարի գործերը գրգռելով, սիրելիներս, մենք միշտ մոռանում ենք ով ենք Քրիստոսի մեջ, խայթում ենք, վնասում ենք, կծում ենք, ոչնչացնում ենք, վիրավորանքներ ենք հասցնում, մոռանալով, որ Աստված ասում է պինդ բռնենք հույսի դավանությունը, այս մի փոքր հույսն է, որ մենք մեր ձեռքից կորցնենք, ապա ինչով ենք մենք մխիթարվելու, որտեղ է հույսը, մահացած մարդը, գիտեք որ ընտեղ չկա ոչ հույս, ոչ հավատ, ինքը արդեն իրականության առաջ է, իսկ ես ու դու ունենք այդ հույսից բռնվելու, ես ու դու ունենք բռնվելու, Եվ չթողնենք մեր իրար հետ ժողովելը, ինչպես ոմանց սովորություն է, սիրելիս եկեղեցու գալու կարևորությունը հենց սրա մեջ է, որ մենք գալիս ենք մեկս մյուսիս խոսքով, գործով, վերաբերմունքով, փոխում ենք և հաստատում ենք, բայց իրար հորդորենք և այնքան ավելի, որքան տեսնում ենք, որ օրը մոտեցած է, ինչ օրվա մասին է խոսքը, մենք ապրում ենք վերջի ժամանակներում, սիրելիներս, մենք տեսնում ենք աշխարհը ինչ նոր մարտահրավերների է պատրաստված, բայց մենք պիտի ուրախանանք ու ցնծանք, որ Տիրոջ գալուստ ավելի է մոտենում, հատկապես ինձ համար մխիթարություն է, շատերի համար ստրես է, վախ է, բայց ինձ համար ուրախություն է, որովհետև արդեն ժամանակն է, ամեն, որովհետև եթե մենք ճշմարտության գիտությունը ընդունելուց հետո հոժար կամքով մեղք գործենք, այլևս նրանից հետո մեղքի համար զոհ չէ մնում, ուրեմն դրա մասին մտածիր, ուրեմն կանգնենք սիրելիներս,